Նոր բանաձև, որը հնարավորություն կտա եկող տարվանից զինծառայողների ընտանիքներին ստանալ ապահովագրական վճարներ։ Զոհված ու առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 միլիոն դրամ ապահովագրական վճար։ Այս մասին նախագահին զեկուցել է Պաշտպանության նախարարը։ Նախագահի հանձնարարությամբ միանվագից բացի կլինեն նաև ամսական ապահովագրական վճարումներ։ Սկսեցինք այս աշխատանքը, մշտապես համոզված լինել, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է և որքանով կարողանանք լավ զբաղվել և որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով ուղղվելու պարտավորեն տպանենք։ Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարը սպայական անձնակազմի համար կկազմի 300,000 դրամ, 250,000 դրամ ենթասպաների և 200,000 դրամ շարքայինների դեպքում։ Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները կկազմեն 250, 200 և 150,000 դրամ։ Գումարը որպես ապահովագրական վճար կվճարվի 20 տարի։ Շարքայինների դեպքում 48 միլիոն դրամ, ենթասպայական անձնակազմի դեպքում 70 միլիոն և սպայական անձնակազմի համար կազմելով 82 միլիոն դրամ։ 20 տարի անց հաշմանդամություն ունեցող զինվորականների վճարումների շարունակականությունը կքննարկվի, հակառակ դեպքում հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ։ Ծրագրի ֆինանսավորումը կկատարվի հատուկ հիմնադրամի միջոցով, որին կմասնակցի յուրաքանչյուր աշխատող անձ։ Եթե մենք ասում ենք ազգանա, եթե նույնիսկ այս կարգախոսից առաջ, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա այս հանգամանքը պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական այսպես խոսքերով, ոչ միայն վերաբերմունքով, այլ նաև իհարկե մասնակցությամբ։ Ես այս առումով չափազանց կարևոր եմ համարում այս օրենքի ընդունումը։ Բայց զուգահեռաբար պետք է աշխատել ֆինանսների նախարարության հետ, կառավարության հետ, տեսնենք, թե որքանով կարող են բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների, ընտանիքների վիճակը։ Ճիշտ է, այդպես պարոն նախագահ, մենք հենց ազգ բանակ տրամաբանության մեջ ենք ծրագրի կառուցվածքը մտածել այն առումով, որ յուրաքանչյուր քաղաքացի եւ մենք տեսել ենք մեր հասարակության արձագանքը վերջին դեպքերի, ապրիլյան դեպքերի ժամանակ եւ իրականում դա մի հնարավորություն է, որ հասարակությունը կազմակերպված ձևով համախմբվի այն անձանց շուրջ եւ նրանց ընտանիքների շուրջ, որոնք կյանք են զոհել կամ իրենց առողջությունն են կորցրել հայրենիքը պաշտպանելիս։ Նախագահը հիշել է նաև ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցների ու անհատների օգնությունը տուժածների ու զոհվածների ընտանիքներին։ Սերժ Սարգսյանը առաջարկել է համախմբել հնարավորությունները այդ բոլոր մարդկանց, առաջարկել կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ անել։ Պաշտպանության նախարարն ասել է, որ ծրագիրն իրականացվում է հենց ազգ բանակ տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը։ Անպայման հաշվի կառնվեն այն բոլոր ձեր հանձնարարականները եւ նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, որովհետեւ իրենց աշխատավարձի ստացած վրա դա չպիտի անդրադառնա, անպայման կհետևենք դրան եւ ձեզ կզեկուցենք, որ եթե այսօրվա հաշվարկի մեխանիզմով որևէ մի ընտանիք ավել գումար կարող էր ստանալ, քան այս մեխանիզմը, խոսքը վերաբերում է հատկապես բազմազավակ ընտանիքներին, ապա անպայման այդ չափի փոխհատուցում կլինի։ Պաշտպանության նախարարը զեկուցել է նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների մասին, այցելությունները, տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ ամենշաբաթյա են։ Նախագահը հիշեցրել է, որ պետք է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության և սպայական ծառայության գրավչությունը։ Եթե մենք ձեռք ենք բերում առաջնակարգ տեխնիկա, օրինակ առաջնակարգ կապի միջոց, ապա առաջիններից մեկը սա պետք է գնա Վազգեն Սարգսյանի համար ռազմական ուսումնարան, որպեսզի սպան կարողանա տիրապետել, որովհետև սպայի կայացման համար չափազանց կարևոր է, որ ինքը իր գիտելիքներով ավելի բարձր լինի, քանի ենթակա զինվորներով։ Եթե այսպես լինի, երբեք զինվոր-սպա հարաբերություններում խնդիր չի առաջանա, բայց մեկ պատահում է այնպես, որ զինվորը, որ տարուկես 2 տարի արդեն ծառայում է առաջնագծում, ինքը շատ ավելի լավ է կրակում, շատ ավելի ուշադիր է դիրքում, շատ ավելի գրագետ հրամաններ է կարողանում տալ, քան նոր եկած
լեյտենանտ։ Ռազմական կրթությունն ավելի գրավիչ դարձնելու համար ռազմական ուսումնական հաստատություններն առաջարկում են անվճար կրթություն եւ երաշխավորված աշխատանք մրցունակ աշխատավարձով։ Պաշտպանության նախարարն օրինակով է ցույց տալիս։ Ռազմական հաստատությունները շատ մրցակցային պայմաններ են տալիս, որովհետեւ եթե այլ բուհում ուսանողը դեռ պետք է անցնի ժամկետային ծառայություն, հայթայթի իր ուսման վճարը հոգալու խողովակները, այնուհետև հոգա իր վարկերը վճարելու հետ վերադարձնելու խնդիրը, ընտրի աշխատանք ավարտելուց հետո մենք առաջարկում ենք անվճար ուսում կեցավայրով, հնարավորությունով, այսինքն կազմակերպել եւ կեցությունը եւ սնունդը եւ արդյունքում իրենք ավարտում են ռազմաուսումնական հաստատությունը ստանալով սպայի կոչում եւ ունենալով բարդ, դժվար, վտանգավոր, բայց երաշխավորված աշխատանք, որի սկզբնական աշխատավարձը, միջին հանրապետական աշխատավարձը 20-25% ավել է։ Շատ 20-25% չի ավել։ Նրանք բոլոր, ովքեր ծառայում են առաջին գծում, 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան հանրապետության միջին աշխատավարձը։ Նկատի ունեմ երիտասարդ լեյտենանտի մասով։ Սա այսպես։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես ծառայում են Երևանում կամ Գյումրիում, այո, 25-30 այո, ավել է։ Զորացրվող սպաների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային շուկայում տեղ գտնելու համար ծրագիր առաջիկայում նույնպես կլինի։ Կստեղծվի աշխատանքային խումբ երիտասարդ զորացրված սպաների համար քաղաքացիական կյանքում աշխատանք գտնելու համար։ Մանուել Իրիցյան, ժամը լրատվական։